Ես այս վերջին մի շաբաթը անընդհատ միտքս Դավիթ թագավորի իր ընտանիքի մասին էր։ Գիտեք, Դավիթ թագավորը Աստծուց ընտրված թագավոր էր ու հենց Աստված վկայել էր Դավիթի մասին, որ Դավիթը իմ սրտի համեմատ մարդ է։ Ամեն մարդու մասին Աստված տենց վկայություն չունի։ Սուրբ գրքում ես ասեմ, շատ քիչ մարդկանց մասին ունի վկայություն Աստված, որ հավանում է, որ իր սրտի համեմատ է։ Ու հետաքրքիր Աստված այդ շատ քիչ մարդկանց դնում է շատ բարձր տեղերում, որ այդ շատ քիչ լավ մարդկանց այդ լավ որակները, լավ հատկությունները, լավ օրինակը տարածվի բոլորի վրա։ Գիտեք, չէ Աստված, որ մեկին բարձրացնում է նպատակը, այդ ինքնանպատակ չէ, այդ մարդը, չգիտեմ, այդ մարդու վրա չի շեշտը, որ այդ մարդով բոլորին հասնի, որ այդ մարդու օրինակը տարածվի շատերի վրա։ Դավիթ հենց դրանցից մեկն էր։ Դավիթը մի մարդ էր, որ չէր մտածում թագավորության մասին։ Ինքը ուղղակի իր մանկությունից հնազանդության մեջ էր մեծացել։ Գիտենք, որ 7 եղբայրներ ավակ իրանից, բայց չգիտես ինչ ինքն էր դաշտում, ինքն էր պահում իր հոր այդ ոչխարները, գառները։ Ու Աստված հենց այդ ժամանակում, այդ տարիների մեջ, չգիտենք ինչքան է տև իր դաշտում եղած ժամանակը, բայց Աստված կերտում էր այդ մարդուն։ Շատ փոքր հասակում, մոտ 17 տարեկան հասակում, արդեն ինքը թագավորական վիճակ ուներ։ Աստված նայում էր, ասում էր, ես թագավոր եմ տեսնում Իսրայելի մեջ։ Այդ թագավորին ոչ մեկ չէր տեսնում։ Այդ ժամանակ Սավողին գիտեին։ Անգամ Սամվելը, որ տեսել էր Սավողը տենց հաղթանդամ տղամարդը, մտածում էր, որ Աստված էդի է հաշվի առնում, որ ընտրում է թագավոր, այդ իր զորավոր արտաքին չափերը։ Երբ որ Դավիթի ավակ եղբորը տեսավ այդ հաղթանդամ, ասեց, ահա Տիրոջ օծյալը։ Տերն ասեց, չէ, ես տեսքին չեմ նայում, ես սրտին եմ նայում։ Ինձ ներսն է մարդու հետաքրում։ Գիտեք, ինչքան քիչ է Աստծուն հետաքրում մեր արտաքինը։ Թեև աշխարհում հակառակն է, ինչքան կարևոր է մարդու արտաքինը, բայց Աստծո համար ինչքան հակառակ է, ինչքան կարևոր է մարդու ներաշխարհը, ինչ է բնակվում մարդու մեջ։ Սա Քրիստոս ոչ մեկի վկայության կարիքը չուներ, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր ու ինքը գիտեր ինչ կա մարդու մեջ։ Դեմքերով չի, դեմքերով էլ էր բոլորին ճանաչում, բայց ինքը առավել ևս ճանաչում էր ինչ կա մարդու մեջ։ Ու ինքը Դավիթի մեջ շատ բան տեսավ։ Շատ բան տեսավ ու դարձեց իր օծյալ թագավորը։ Գիտենք, շատ հետաքրքիր ձևով, որ Դավիթը, որ մի պատանի տղա, հետաքրքիր է գրված, ասում ամբողջ Իսրայելը վախենում էր Գողիաթից։ Դողում էին։ Անգամ Սավողի տղա Հովնաթանի մասին, որ գրված է տենց քաջազուն տղամարդ էր, որտեղ գրած է իր հաղթությունների մասին, որ ընկերոջ հետ մտավ փղշտացների բանակի մեջ 2 հոգով, իր կապարճակերի հետ, բայց ստեղ Հովնաթանն էլ չի երևում, ու ոչ մեկ չի երևում, բայց մեկ էլ հայտնվում է մեկը, որ ասում է Իսով է, այն ումից, որ ամբողջ Իսրայելը վախենում էր, Դավիթը զարմանքով ասում է Իսով է, որ ամբողջ Իսրայելը նախատի, Իսով է այս անթլպատ փղշտացին, Իսով է այս Աստծո հետ կապ չունեցող, որ մի հատ էլ գա Աստծո ժողովրդին նախատի, նեղացնի։ Հետաքրքիր է, որ այդ ժամանակ ոչ մեկ լուրջ չընդունեց Դավիթին։ Ոչ մեկ։ Գիտեք, բայց Աստված, որ մեկին պատրաստում է ծածուկի մեջ, հետո ժողովրդին ցույց է տալիս, որ ինքը պատրաստված մարդ է։ Սավողն էլ լուրջ չընդունեց, ասեց դու երեխա ես, իր ծնված օրից պատերազմի մարդ եղել, դու ո՞նց ես գնալ նրա դեմ։ Հələ քո չափերին նայի, հələ նրա չափերին նայի, հələ քո ապրած տարիքը նայի, նրա ապրած տարիքը նայի, հələ դու նայի, դու ոչխարից գառից բաց ինչ ես տեսես, մարդ սաղ կյանքը պատերազմների մեջ ա եղել։ Բայց Դավիթը մի հատ մեծ վստահություն էր, ու այդ վստահությունը իր վրա չէր, Աստծո վրա էր։ Մեծ վստահություն էր։ Այնքան մեծ էր Դավիթի վստահությունը, որ Գողիաթի չափերն իրան չէին վախեցնում։ Դավիթի ձեռքին նիզակներ, չգիտեմ, աղեղներ, ինչեր, հիմիկված զենքերով գրանատներ, ռումբեր չկար, ինքը մենակ պարսատիկ ուներ,
մեզ ավելի շատ հայտնի Ռագատկա։ Էդի էր, բայց իր հույսը այդ պարսատիկն էլ չէր, իր հույսը իր կենթանի Աստծո վրա էր։ Գիտեք, դա է Աստծվա ճանաչողությունը, երբ որ դու դադարում ես քեզ վստահելուց։ Դադարում ես քեզ վստահելուց ու գիտակցելով ես դադարում, որ ես ինչ չեմ կարա պահեմ, ինձ պահողը Տերն է։ Որ ես չեմ կարա հաջողվեմ առանց Տիրոջ, որ ես չեմ կարա պտղաբել լինեմ առանց Տիրոջ։ Ինչ որ Տերն էլ ասեց, առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Չասեց որոշ բաներ կարող եք, առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Ու Աստված ուզում է մեզ հասցնի այդ գիտակցությանը, որ առանց իրա ոչինչ չեն կարող անել։ Բայց հետաքրքիր Դավիթը 17 տարեկան հասակում արդեն հասել էր այդ վիճակին։ Ու ինքը գիտեք փորձառու էր արդեն։ Ասում է այն Տերը, որ ինձ արջի ու առույցի ձեռից ազատեց։ Մի քիչ անհասկանալի էլի 17 տարեկան տղեն ոնց առույցին հաղթեց, արջին ոնց հաղթեց։ Առանց Աստծո միջամտության հնարավոր չէ ժողովուրդ։ Աստված միջամտեց ու հաղթանակ տվեց։ Բայց գիտես, այդ հաղթանակներից հետո էլ ինքը իր վրա չէր կենտրոնացել։ Որտեվ Սուրբ որ նայում է շատերը իրանց հաղթանակներից հետո սկսեցին ինքնասիրահարվել։ Սկսեցին իրանց համար կոթողներ կանգնեցնել, իրանց անունը փառավորել, արդեն սպառնալիք դարձան ժողովրդի համար, որտեվ իրանք բան ունեին անելու արած։ Բայց Դավիթ այդ մեծ հաղթանակներից հետո արջ էր սպանել մարդը, առյուծ էր սպանել, բայց էլի խորը գիտակցություն է, որ Տիրոջով արել։ Ասում էր այն Տերը, որ ինձ արջի եւ առյուծի բերանից ազատեց, սրա ձեռից էլ կազատի։ Այնքանա դուրս գար, որ արհամարանքով էր խոսում Գողիաթի մասին։ Նենց երկյուղով չէր խոսում։ Այդ ժամանակ Իսրայելը մտածում էր ոնց մի բան, մի եզր գտնի, լեզու գտնեն հետները, որ իրանց վնաս չտա։ Ամեն անգամ դուրս էր գալի դաշտը, անարգում էր, նվաստացնում էր Իսրայելին։ Հետո Սավողը համաձայնվեց, ասեց դե լավ, ուզում ես, արի հագցնեմ քեզ իմ զենքերը, գնա կռվի։ Ասում հագցրեց, մի քիչ ման եկավ, ասեց ես սովոր չեմ սրանց, վրայից հանեց, որը որ էլի շատ անհասկանալի էր զորքի համար։ Ոնց կարա մեկը դուրս գա ռազմի դաշտ, դուրս գա մենա մարտելու, անգամ Գողիաթը որ զինված էր այդ իր չափերով։ Բայց մի հատ երեխա է դուրս գալի առանց զենքի, Ռագատկով։ 5 հատ քարավ եկալ է հետը։ Բայց մի քարն էլ էր հերքեր նրան տապալելու համար։ Գիտեք, Աստված չի նայում դու այսօր հոգևոր կյանքում ինչի ես հասել շատ։ Նայում է ինչքան ես դու վստահում իրան։ Որտեվ բերեք անկեղծ լինենք, շատ գիտությունը չի, որ մեր մեջ մեծ վստահություն է բերում Աստծո նկատմամբ։ Աստծո նկատմամբ բերում է վստահություն մեր Աստվածաճանաչողությունը։ Երբ որ դու արդեն վստահ ես ով է քո Տերը, դու վստահ ես ով է քո պաշտպանը։ Ու երբ որ ինքը կանգնեց Գողիաթի դեմ, իրանց զրույցներն էլ շատ տարբեր են։ Գողիաթն ասում է, արի ես քո մարմինը այսօր կտամ երկնքի թռչուններին, դաշտի գազաներին, Դավիթն ասում է, ես քո զորքն եմ տալու։ Դու պատկերացնում եք ոնց է խոսում։ Որ կողից մեկը նայր, իր անգամ իր աղբերն ասում է, ես քո սրտի հպարտությունը գիտեմ։ Յանի ես ինչ տեղ ես քեզ դրել, իր հարազատ աղբերը։ Էսով ես դու դառը մատել եկել ես, թե զորքի դեմը ելույթ ես ունենում, պատերազմի վիճակն ես ճշտում, բան ես անում։ Իր աղբեր իրան անարգեց։ Բայց իր մեջ մի հատ բան էր վառվում։ Ոնց որ Պողոսի մեջ կար, ասում եմ, մտել էր աթենք մենակով, բայց ասում եմ ներսից հոգին իրան ուտում էր, որտեվ տենում էր քաղաքը կուրքերով լցված։ Իրան էլ հետաքրքիր չէր իր այդ ինչ կկատարվի, թե իր այդ ոնց կվերաբերվեն, բայց իր մեջ մի հատ կրակ էր բորբոքվում։ Այդ կրակը հոգու բորբոքվում էր Դավիթի մեջ։ Ու կանգնեց ինքը Գողիաթի առաջ, ու գիտենք, որ տապալեց Գողիաթին։ Ասեց ես քեզ սպանելու եմ, նախորոք ասեց ոնց անելու, ասեց գլուխդ վրայիցդ հանելու եմ։ Հենց իրան սպանեց, Գողիաթի գլուխը կտրեց հենց Գողիաթի թրով։ Գողիաթի զենքով, որը պատրաստել էր Դավիթի համար, հենց այդ թրով ինքը կտրեց Գողիաթի գլուխը։ Ու մեծ հաղթանակ արեց։ Ու գիտենք դրանից հետո, որ ոնց որ շատ հաղթանակներից հետո գալիս է հոգևոր փորձությունը։ Դավիթ բանից անտեղյակ, որտև այդ ժամանակ Իսրայելը ահուսարսափի մեջ էր, բոլոր գյուղերում, քաղաքներում տեղյակ էին ինչա կատարվում ռազմի դաշտում, որտև
երկար ժամանակ էր ինքը նախատում, վախի մեջ էին, որտեղ պատերազմ կարող սկսել, ոնց է մեր Հայաստանում եղել, որ sense վախի մեջ էին, կամ ամեն պահի նորից հարձակում սկսի։ Այդպես մի հատ իրավիճակ էր։ Բոլոր կանայք, երեխեքով ինձ թվում է այդպես վախի մեջ էին ապրում։ Տխրություն կար Իսրայելի վրա։ Մեկ էլ լսում են այդ հսկան տապալվել է, ու միջոցով մի հատ երեխու միջոցով, Դավիթի միջոցով։ Ու ասում են ուրախությունից կանայք աղջիկները հեան թմբուկներով սկսեցին պարել ու երգել։ Սավողը իր հազարավորներին կոտորեց, Դավիթը իր բյուրավորներին։ Դավիթը ընդամենը մեկ հոգու էր սպանել, բայց Սավողը այդ ընթացքում մի քանի հաղթանակներ էր տարել ու հազարավոր մարդկանց էր սպանել, Իսրայելին հաղթություն էր բերել։ Բայց Դավիթի արածը այնքան մեծ էր, որ հակառակը ասեցին։ Բյուրավորները տվեցին Դավիթին, հազարավորները տվեցին Սավողին։ Ու այդ ուրախությունից գրված է, որ Սավողը այդ օրվանից սկսեց նախանձել Դավիթին։ Այդ օրվանից էլ ուղիղ աշկով չէր նայում։ Ասում են, եթե սրան տվեցին բյուրավորները, սան ինչ մնաց թագավորությունը։ Հովնաթանինը չի, ինքը մտածում էր Հովնաթանին պիտի անցնի, բայց Աստված արդեն Սավողի ընտանիքի վրա խաչ էր քաշել։ Օրինակ իմ համար Հովնաթանը շատ դրական կերպար Աստվածաշնչում, շատ դրական, որ նայում ես Դավիթին իր հոր ձեռից Հովնաթանը պրծցրեց։ Աստծո վախ ուներ, Աստծո երդումը պահեց, նախանձավոր Իսրայելի համար, հորը հանդիմանում էր իր սխալների համար։ Վատ բան չկա Հովնաթանի մասին գրված։ Դրական կերպար, բայց Աստված չգիտես ինչի sense ջնջեց Սավողի ընտանիքի իր մտքից։ Էլ չուզեց, որ շարունակություն լինի Սավողի ընտանիքից։ Շեշտը դրեց Աստված Դավիթի վրա։ Բայց Սավողը չարացավ, չընդունեց։ Այդ ժամանակ արդեն Աստծո հոգին գնացել էր Սավողի վրայից։ Ու Դավիթի վրա Տիրոջ հոգին էր հանգչել։ Այդ օրվանից սկսեց ինքը դառնալ սպառնալիք Դավիթի համար։ Էլ Դավիթի ոչ մի առած լավ բան իր աչքին չէր երևում։ Դավիթը իր համար էլ հեռու մարդ չէ, իր փեսեն էր։ Իր աղջկա ամուսին էր, տվեց իր աղջկան Դավիթին։ Հիշում եք, ինքը անգամ աղջկա վրա արդեն առևտուր էր անում։ Ինքը աղջկա մասին, աղջկա ամուսնության, աղջկա երջանկության մասին չէր մտածում։ Ինքը ասում էր գնա փղշտասների 100 անթլպատություն բեր, բայց իր միտքն է, որ Դավիթը թշնամու ձեռքով սպանվի։ Ոչ թե այդ լավ տղեն իր աղջկան ամուսին դառնա կամ իրան փեսա դառնա։ Բայց որ 100-ի տեղ 200-ը բերեց, այդից ավելի շատ վախեցավ։ Հասկացավ, որ Տերը Դավիթի հետ է։ Հետո տենում էր, որ Դավիթը ամեն բան անում է իմաստությունով։ Ինչ անում էր իմաստությամբ էր անում։ Գիտեք, երբ որ Աստված գալիս է մարդու կյանքի մեջ, մարդը պիտի դառնա իմաստուն, խելացի։ Եթե մարդը շարունակաբար հիմարություններ է գործում իր կյանքում, Աստված բացակայում է տեղից։ Որտեղ Աստված կա, տեղ պիտի իմաստություն երևա։ Որտեղ Աստված կա, տեղ խելք պիտի երևա։ Որտեղ Աստված կա, տեղ կարգ ու կանոն պիտի երևա, տեղ պարկեշտություն պիտի երևա։ Աստված անկարգության մեջ չի բնակվում։ Աստված մեղքի մեջ չի բնակվում, Աստված հիմարության մեջ չի բնակվում։ Դավիթին Աստված բարձրացրեց, թեկուզ Սավողը ամբողջ սրտով ուզում էր Դավիթին սպաներ։ Աստված անգամ Սավողին մի քանի անգամ մատնեց Դավիթի ձեռքը, Դավիթը այդ առիթից էլ չօգտվեց, ասեց ես ձեռք չեմ բարձրացնի։ Ոնց որ Տիրոջն սենց ասեր դու արա, ինչ ուզում ես արա, ես իմ ձեռով թող Սավողը չեթա։ Եթե պիտի սպանի, թող քո ձեռով լինի, եթե պիտի ընկնի, թող պատերազմ ընկնի։ Ես իմ ձեռը Սավողի վրա չեմ բարձրացնի։ Ու շատ էր դա դուր գալիս։ Շատ էր դուր գալիս։ Ու Դավիթը բարձրացավ այնքան, որ թագավորությունը ծաղկեց շատ կտրուկ։ Դավիթի վախը, զորքի վախն ընկավ շրջակա բոլոր բաների վրա, ազգերի վրա։ Ու գիտեք, Դավիթի կյանքում ինչ է հատկանշականը։ Ընդհանրապես ժողովուրդ, եթե մեկին Աստված գովում է, հենց ավետարանում, ուսումնասիրեք այդ մարդու կյանքը։ Աստված բոլորին է սիրում, բայց Աստված բոլորին չի գովում։ Գրված է, որ մեր գովասանքն էլ պիտի Աստծուց լինի։ Հիմա ով է մեզ գովում, ով չի գովում, հավատացեք, այդքան էական չի։ Պետք է նենց ապրես, որ վերջում Աստված քեզ գովի։ Եթե Աստված քեզ չգովեց, այն որ սաղ կյանքի ընթացքում քեզ գովել են, դրանք սաղ հետ չա լինում։ Նենց ապրես, որ Տերը քեզ վերջում գովի։ Ու նայում ենք Սավողը, որ վերջնականապես ուզում էր Դավիթին կոտորել։ Մի բան, որ Սավողի կյանքում ամբողջ իր թագավորության ընթացքում ուխտի տապանակը
Սահմանամերձ գոտուց չեկավ իր տեղը։ Այդքան տարի սավուղը թագավորեց, այդքան Աստծո հրաշքները տեսավ, այդքան իր կյանքում Աստծո օգնությունը տեսավ, Աստծո հզոր ձեռքը տեսավ, բայց ուխտի տապանակը սահմանից չեկավ Երուսաղեմ, չեկավ Սիոն, որը որ Աստծո ներկայության խորհուրդն է։ Աստծո ներկայությունը երկրորդական էր այդ մարդու կյանքի համար։ Իրան պետք է իր անունը, իր հաղթությունները, իր ընտանիքը, իր ծրագրերը երբեք չեկավ, բայց Դավիթ որ կարդում ես, Դավիթը որ թագավոր եղավ, առաջի բանը, որ ինքը իրան հանդիմանեց։ Ասեց ոնց ես Եղևնափայ տան մեջ ապրեմ, բայց Աստծո ուխտի տապանակը վրանի մեջ լինի։ Ոնց ես հանգիստ խշտով քնեմ, որ Աստծո տունը սարքված չի, բայց իմ տունը պալատ է։ Հիշում եք Դավիթը ոնց բերեց ուխտի տապանակ, գրած է 30,000 հոգի։ Կարար չէ երկու հատ քահանա վերցներ, կամ լավ մի 10 քահանա, մի 10 ղևտացի, այդ հային ուխտի տապանակը դնային իրանց ուսներին բերեին։ Բայց իր համար Աստծո ներկայությունը, Աստծո տապանակը բերել, դնել այդ Սիոնի վրանի մեջ, այդ խորանի մեջ, որ կառուցել էր, դա իր համար մեծ տոնակատարություն էր։ Դավիթի մասին գրված չէ, որ ինքը իր հաղթանակներից ինչ որ մեկից հետո սկսեց ապարել։ Չկա տես բան գրված։ Շատ հաղթանակներ ունեցել, բայց ինքը գրված է ամբողջ ուժով ապարեց ուխտի տապանակի առջև։ Ամբողջ ուժով ապարում է, իր ուրախությանը չափ չկար։ Անկամ ասում այդ շորը հանրեր վրայից ուրախությունից։ Իր կինը մեղքողը Սավուղի աղջիկն էլ, հորն էլ մի քիչ նման։ Չգիտեմ մի քիչ էր թե շատ նման էր, բայց նման էր հորը։ Անարգեց Դավիթին։ Ասում այսօր դու քեզ հիմարացրեցիր, ծաղրեցիր քեզի քո ծառաների առաջ։ Ասեց մեղքողին ասեց, «Այն Տերը, որ ինձ քո հոր տնից առավել դարձրեց, դրա առաջ ես միշտ էլ պիտի պարեմ։ Միշտ էլ պիտի ցնծամ ուրախանամ»։ Հետո եկավ թագավորությունը հաստատվեց, գիտենք, որ Դավիթը որպես երկրպագու, ինքը այդ երկրպագության կարգը հաստատեց Իսրայելի մեջ։ Այնքան էր հավանում Աստված Դավիթի խորանը, Դավիթի շրջանը։ Գիտենք, որ տաճարը, Սողոմոնի տաճարը, Դավիթի խորանի համեմատ շատ փառավոր էր, շատ։ Վերջը կառույց էր քարից։ Մեջը ոսկով պատված, լրիվ իր այդ քահանայական կարգերը կար, լրիվ միջի հետ իր ինչ պետք է, իրերը կար։ Բայց գրված ասում է, ես վերջի օրերում Դավիթի խորանը պիտի բարձրացնեմ։ Աստված ոնց որ երազանքով է հիշում Դավիթի օրերի մասին։ Ոնց է որ մարդ իր կյանքում այդ շրջան կա հիշելուց նենց լավ է հիշում այդ շրջանը, չի իր կյանքի։ Աստված այտենց որ պատմությանը նայում է, մարդկության պատմությանը, Իսրայելի պատմությանը, Դավիթի շրջանը իր համար այն երջանկության շրջանն էր։ Ասում է, ես վերջերում Դավիթի խորանը պիտի բարձրացնեմ։ Դավիթի նման մարդիկ պիտի բարձրացնեմ, որ կսիրեն ինձ պաշտելը, ինձ երկրպագելը, ինձ մեծարելը։ Հետո եկավ Դավիթը հաստատվեց, բայց մի մեղք գործեց, ծանր մեղք, գիտեք, Ուրիայի պատմությունը։ Այդքան մեղքը ինքնին ծանր էր, բայց մեղքը ավելի ծանրացավ, երբ որ մեղքը ծածկելու համար ուրիշ մեղքեր գործեց։ Գիտեք, ժողովուրդ, մեր կյանքում էլ է տենց։ Մեղքով մեղքը ծածկել հնարավոր չի։ Երբ որ մեղքով մի ուրիշ մեղք ես ուզում ծածկես, օրինակ մի բան ես արես սխալ, հետո սուտ ես խոսում այդ սխալը ծածկելու համար, հետո այդ սուտից հետո գալիս է ինքնարդարացում, հետո գալիս է վեճերը, հետո դու ես սենց կծիկը մեծանում է։ Մեղքով մեղքը ծածկել հնարավոր չի, մեղքով մեղք ավելանում։ Մեղքից ազատվելու համար խոստովանություն է պետք, հրաժարվել է պետք, թողել է պետք։ Դավիթը մեղքով մեղքը ծածկեց։ Ուրիային բերեց, որ համոզի այդ հայրակնոջ հետ քնի, վերջը, որ այդ երեխեն ծնվի, ասեն Ուրիայի երեխեն էր, այդ ծրագրերը, որ այդ խորամանկությունը Աստծուն հեշտ դուր չեկավ, որտեվ Աստված անաչառ Աստված է։ Անգամ իր սիրելի Դավիթի մեղքը չի արդարացնի։ Անգամ իր սիրելի Դավիթի մեղքը չի հանդուրժի։ Աստված մեղքը երբեք չի հանդուրժի, անկախ նրանից այդ մեղքը գործողը ով է, որտեվ մեղքը այդքան զզվելի է Աստծո համար։ Հետո պատիժ եկավ Աստծուց, պատիժ եկավ Դավիթի վրա, ասես դու որ ես բաներն արեցիր ծածուկ, ես քեզ կհատուցեմ հայտնապես։ Գիտեք չէ ժողովուրդ, երկու դեպքում էլ էսի գործում է։
Ծածուկ մեղքերն էլ մի օր Աստված հայտնապես հատուցելու։ Ծածուկ արդարությունն էլ Աստված մի օր հայտնապես հատուցելու։ Ասում է հայրը, որ գաղտուկ տեղը գտնվում է, ինքը գաղտուկը տեսնում է համ քո աղոթքի կյանք, համ մնացած բաները, համ էլ ինքը տեսնում է գաղտուկ խավար բաները։ Ասես ես հայտնապես պիտի հատուցեմ ու ասես սուրը քո տնից չի հեռանա։ Բայց հետաքրքիր է, երբ որ մնացորդացի մեջ ասում է Դավիթի մասին, ասում է ինքը մի բանում մեղանչեց Ուրիայի կնոջ հարցում։ Այս երեխեքի սխալների համար, երեխեքի դաստիարակության համար չգիտես ինչի տենց հատուկ հանդիմանություն չկա։ Գիտեք, Սամվելն էլ ինքը օրինակելի մարգարե էր, բայց հետո նայում ես իր երեխեքի մասին լավ վկայություն չկա։ Համեմատելի չէր հեղի որդների հետ, բայց էլի հոր ճանապարհներով չգնացին։ Ու երբ որ եկավ Դավիթը մեծացավ, հասավ արդեն թագավորության փոխանցվելու ժամանակը, հետաքրքիր է, տղերքի մեջ սկսեց այդ Երուզերը սկսեց։ Ամնոնը դե արդեն սպանվել էր Աբիսողոմի կողմից, գիտեք, իր սխալ մեղքերի պատճառով, այն մի աղբերը վրեժ էր լուծե։ Հետո գրված է, որ Աբիսողոմը ուզեց թագավոր դառնա։ Ես նայում եմ, ասում եմ, այս նրանց տղերքից մեկը չուզեց հորը նմանվի, սա ուզում էին ուղղակի թագավոր դառնան։ Մեկը չկար Դավիթ տղերքի մեջ, ասել հորս նման դառնամ, էլի։ Որտեվ հերը մինչև թագավոր դառնալ արդեն կարքին տղա էր։ Նես որ դրեց Աստված թագավոր լավ մարդ դառնա։ Չէ ինքը լավ Աստվածապաշտ էր, դրա համար Աստված դրեց թագավոր։ Իրանք բայց չգիտես ինչ չհասկացան իրանց հոր ապրած կյանքը։ Չհասկացան իրանց հոր կյանքում Աստծո գործը։ Չհասկացան, ամբողջ կյանքը այդ հոր հետ ապրեցին, հոր կյանքը տեսան, բայց շատ բաներ չհասկացան հորից։ Տեսեք, գրված է ուրեմն երկրորդ թագավորած 15-րդ գլխում առաջի համարից։ Էսի Աբիսողոմն է, իր մասն է գրված։ Նրանց հետո Աբիսողոմ իր համար կառքեր, ձիեր եւ իր առաջ վազող 50 սուրանդակ մարդ պատրաստեց։ Աբիսողոմը կանուխ ելնում էր դրան ճամփի մոտ կանգնում, ամեն դատ ունեցող եւ ամեն դատաստանի համար թագավորի մոտ եկողը կանչում էր ու ասում էր. «Դու ո՞ր քաղաքից ես»։ Երբ որ նա ասում էր Ծառատ Իսրայելի ցեղերից, այսինչ ցեղից եմ, Աբիսողոմը նրան ասում էր. «Նայր քո դատը բանավոր եւ ուղիղ է, բայց թագավորի կողմից քեզ մտիկ անող չկա»։ Աբիսողոմն ասում է. «Երանի թե ես այս երկրի վրա դատավոր լինեի եւ ամեն վեճ կամ ամեն դատ ունեցող ինձ գար եւ ես նրան իրավունք կանեի»։ Երբ մարդ մոտենում էր նրան խոնարհություն անելու, նա ձեռք երկարացնում էր նրան եւ բռնում էր եւ համբուրում էր։ Աբիսողոմը դատաստանի համար թագավորն եկող բոլոր Իսրայելին այսպես արեց. Իսրայելի մարդկանց սրտերը իրեն դարձրեց։ Այն մյուս թարգմանության մեջ գրած է գողացավ սրտերը։ Աբիսողոմը որոշեց, հիշում եք, երբ որ փախել էր հորից, հետո Հովաբի միջոցով հետ եկավ, հեր ընդունեց, հետո տեղ տվեց Երուսաղեմում, չգիտես ինչի, հետո ինքը որոշեց այդ տեսակ հորդեմ ապստամբի։ Չհասկացավ իր հերովը։ Ապստամբեց ու ինչ էր անում, ինքը կոնկրետ սկսեց իր հորդեմ գործել։ Կոնկրետ սկսեց ժողովրդին տրամադրել իր հորդեմ։ Առավոտ կանուխ ասում է ճամփեքին կանգնում էր, որտեղ որ ժողովուրդը գնում էին դատաստանի թագավորի մոտ։ Ու ասում էր ես լինեի, ձեզ բոլորին կարդարացնեի։ Գիտեք, որ տես բան չկա ժողովուրդ։ Երբ որ երկու հոգի խնդիր ունեն, չի կարող երկուսն էլ արդար դուրս գա։ Որ հարց կա, ուրեմն մեկը սխալ է եղել այդ հարցի մեջ, կամ երկուսն էլ սխալ են։ Չի կարող երկուսն էլ ճիշտ ունեն ու հարց ունենան իրար հետ։ Բայց ինքն ասում է ձեզ բոլորին կարդարացնեի։ Մարդկանց սրտի համեմատ էր խոսում։ Այսօր գիտեք, եկեղեցիների մեջ էլ կարող է հոգին լինի։ Հաճեսնող մարդկանց հոգի, շողոքորթող լեզու, մարդկանց գովացող լեզու, որ տեղին անտեղին, նպատակ, որ այդ մարդուն կապես քո հետ, նպատակ, որ այդ մարդը քեզ սկսի սիրել, քեզ հետաքրիր չի իր կյանքը, քեզ հետաքրիր չի իր դարդու ցավը, բայց գիտես, որ ինքը պետք է գալու քեզ։ Էսի Աբիսողոմի մեթոդն է, որը Աստծո աշկին շատ պիղծ է։ Գրված է նաև Եփեսացիների եկեղեցի մասին, ասում է,
Պողոս ասում է ինձանից հետո ձեր մեջ մարդիկ վեր կկենան։ Այսինքն ինքը այդ նախանշաններն արդեն տեսնում էր։ Ուղղակի Պողոսի եղած ժամանակ այդ մարդիկ գլուխ չէին կարող բարձրացնել։ Բայց ասում են ինձանից հետո գլուխ կբարձրացնեն այդ մարդիկ։ Ու ասում է ծուր բաներ կսկսեն խոսել, որպիսի աշակերտներն իրանց հետևից քաշեն։ Նպատակը իրանց հետևից տան։ Նույն բանն արեց Աբիսողոմը։ Այնքան արեց, գիտես այդում էին գովում էին, ասում էին, բայց չի մաչար ինչ եղավ։ Գնացի Աբիսողոմին տեսա, գրկեց ինձ, պաչեց, թագավորի տղեն, ու ասում է խոնարհվեցի, չթողեց, ձեռ տվեց, ասեց ես քո հետ եմ, ճանաչում եմ քեզ, այն տեսլեք, չէ՞, նախընտրական տեխնազոն երեխեքին գրկում են, պաչում են, ասենց ես ինչ ասես չեն անում։ Բայց ոչ մեկին հետո չեն հիշում։ Այդ էս նույն ձևի սաղին շահեց։ Նպատակը հորդեմ ապստամբություն անելն էր։ Եկավ մի ժամանակ, որ ինքը Դավիթի դեմ արդեն ապստամբեց, չկարդամ այդ տեղերը, ու ինչ արեց, ինքը արդեն գիտե, որ ժողովուրդը իր հետ է։ Ինքը ներքին կարգով այդ ժողովրդի հարցը լուծել էր, հրաման տվեց, որ երբ որ լսեք, թող բոլոր ժողովուրդը գոռա ասի, ու ստացվեց իր ապստամբությունը։ Ստացվեց, բայց ոչ Աստծո կողմից ստացվեց։ Գիտեք, այս կյանքում բաներ կա, որ ստացվում է մարդու մոտ, բայց դա չի, որ ամեն բան հետ Աստված խառնա։ Բաներ կա, Աստված հետո կեսից փչացնում է։ Այն ոնց որ գրված է Մաղաքիայի մեջ, ասում է Եսավի տան մասնագրած, ասում է դու կշինես, ես կքանդեմ։ Տերն է ասում, դու կշինես, ես կքանդեմ։ Թեկուզ դու ասում ես ես կշինեմ, բայց ես ասեմ ես կքանդեմ։ Ու գիտենք, որ Աբիսողոմը ինչ խայտառակ մահով մահացավ։ Խայտառակ մահով։ Դավիթը գիտեք, Դավիթը կարող էր հեշտ հանգիստ Աբիսողոմին սպաներ։ Շատ հեշտ, բայց ինքը երբեք թույլ չէր տա։ Եթե ինքը Սավողի վրա սուր չբարձրացեց, ինքը իր տղու վրա հաստատ սուր չէր բարձրացնի։ Վերջի իր սրտի կտորն էր։ Լացում էր, այդ ապստամ տղոմը լացում էր։ Ասում էր Երանի ես մեռնեի քո տեղը, այնքան մինչև Հովաբը ջղայնացավ։ Ասում եմ այսօր եթե մենք բոլորս մեռնեինք Աբիսողոմնա, դու ավելի ուրախ կլինեիր։ Գիտեք, սա խոսում է Դավիթի Աստծուն հաճելի լինելու վիճակի մասին, որ ինքը հանուն իր որդու պատրաստ էր թագավորությունն էլ թողելու։ Հելավ գնաց իր տուն տեղից, լացելով, ողբալով, բայց հելավ ու գնաց։ Չնայած որ Աստված պատժեց ու շատ խիստ պատժեց Աբիսողոմին։ Հետո նայում ենք եկավ մի ուրիշ տղա Դավիթի, Ադոնիա անունով, գրված է 3-րդ թագավորաց 1-5-րդ համարից։ Այն ժամանակ Ագիթի որդի Ադոնյան հպարտացավ ու ասեց. ես թագավոր պիտի լինեմ։ Կարդում եմ անկեղծ այդքան շատ բան չէ, ասեմ լավ, այս տղերքի մեջ մեկը չասեց հորս ճամփով եթամ։ Սրանք մենակ սիրահարվել իրանց հորաթորի վրա։ Թագավոր լինեմ։ Ու չէին հասկանում, որ թագավոր լինելը մի բան է, թագավոր մնալը լրիվ ուրիշ բան է։ Որտեվ թագավոր կա գրածասուրքում 3 ամիս թագավորեց։ Ընդամենը 3 ամիս։ 3 ամիս ընդամենը։ Հա, 7 օր։ Դա չէի հիշում։ Ընդամենը 7 օր թագավորեց։ Իրանց ուշմինը թագավոր լինեմ։ Ու մի բան իմանալով, որ իրանց հերն ասելա Աստծուց առը, ինք չի որոշե։ Աստծուց առելա, որ քո հաջորդը լինելու է Սողոմոնը։ Աստծուց է ստացել։ Ու բացառված է, որ իր տղերքը դրանից տեղյակ չլինեին։ Գրված է Դավիթի տղերքը նախարարներ էին, ու ամեն անգամ այդ Ատյանի մեջ կային ու հաստատ այդ զրույցները լինում էր ու իրանք տեղյակ էին, բայց իրանք ապստամբեցին իրանց հոզ դեմ, ու իրանց հոր դեմ ապստամբելով իրանք ապստամբեցին Աստծո դեմ։ Գրված է, ել չկարդամ, որ գնաց նորից իր հետ վերցրեց, ժողովրդին էլի գրգռեց, ժողովրդին համոզեց, գնացին, գոռացին Ադոնայինը թագավոր։ Բայց գրված է, որ մարդիկ եղան Նաթան մարգարեն, Սադով քահանան, մեկ էլ Բանյան, որ դառավ Հովաբի տեղը զորագլուխ։ Նրանք չմիացան այդ ապստամբությանը։ Աբիաթար քահանան առաջի ապստամբությանը չէր միացել Աբիսողոմին, ոչ էլ Հովաբն էր միացել, բայց այս Ադոնիայի ապստամբության ժամանակ Աբիաթար քահանան էլ միացավ, զորագլուխ Հովաբն էլ միացավ։
միացան, բայց առանց Դավիթի գիտության։ Դե ասում է գրված է Դավիթը ծեր էր արդեն տեղաշորի մեջ էր, մտածեցին լավ, պապան արդեն էլ հավեսը փախել է, շատ չի հիշում ինչ ասե։ Հա էլի դե ես ինչ էին մտածում, հաստատ մի բան մտածում եմ որ արեցին։ Բայց երբ որ մտան Նաթան մարգարեն ասեց, Տերը հաստատեց իր խոսքը ժողովուրդ, հիշում եք։ Ասես գնացեք, Սողոմոնը նստեցեք իմ ջորի վրա, իջեք այնտեղ, խորանից եղջյուրը վերցեք, լցեք գլխին, օծեք թագավոր, թող գա նստի իմ գահի վրա, բոլոր ժողովուրդն էլ թող ասի Սողոմոնն է արքան։ Ադոնիային էր Սողոմոնը ողորմություն արեց, չսպանեց, հետո իր մեղքից հետո սպանվեց ինքը։ Բայց եկավ Սողոմոնի թագավորության ժամանակը։ Սողոմոնը, որ շատ առումներով իր հորը նման էր։ Ես կարծում եմ հենց դրա համար Աստված շեշտ դրել էր Սողոմոնի վրա, որովհետև իր հորը նման էր, որովհետև այդ տղերքի մեջից ամենահարմարը Սողոմոնն էր։ Որովհետև գրված է Սողոմոնը Տիրոջը սիրեց, ոնց որ իր հայրն էր սիրում, ու հետևեց Տիրոջը, ոնց որ իր հայրն էր հետևում Տիրոջը։ Ոնց որ Աստված ուզում էր Դավիթի նման շարունակություն ունենա։ Գիտեք, չէ, հիշում եք, լրիվ թագավորներին համատում էր Դավիթի հետ։ Ասում է իմ Դավիթ ծառայպես դու իմ մեջ չքայլեցիր, իմ Դավիթ ծառայպես չլսեցիր, իմ Դավիթ ծառայպես չհետևեցիր ինձ։ Դավիթը դարել էր մի հատ թագավորների չափանիշ դրական։ Սողոմոն նստեց լավ սկիզբ ունեցավ։ Հիշում եք, Սողոմոն նստեց, իրան չէր հետաքրում ոչ փողը, ոչ փառքը, ոչ անունը, իրան մի բան էր հետաքրում։ Ես այս ժողովրդին ոնց առաջնորդեմ։ Էդ էր մենակ իրան հետաքրում։ Այնքան էր մտածել դրա մասին, որ Աստված երազում հայտնվեց Սողոմոնին, ասես քո համար ինչ անեմ։ Գիտեք, Աստված պատահական չէ, Աստված հայտնվեց։ Երբ որ դու լավ մտադրություն ես, անգամ ի վիճակի չես դա գործադրելու, Աստված հայտնվում է քո կյանքում։ Դու լավ նպատակներ ունես, լավ ցանկություններ ունես, ամեն ինչ ուզում ես անես, չի ստացվում, այդ ժամանակ գալիս է Աստծո այցելությունը քո կյանքում, որտեղ ինքը միշտ բարի կողմն է կանգնում։ Ինքը միշտ օրհնության կողմն է կանգնում։ Հայտնվեց, ասեց, ինչ անեմ քո համար։ Գիտեք, Սողոմոնն ինչ ուզեց, ինձ իմաստուն սիրտ տուր, որտեղ ասում է դունձի դրել ես մի ժողովրդի վրա, ասում է ծերը չի երևում, ավազի չափ շատ են։ Ես որ այս ժողովրդին ասում է դատեմ ու արդարության, անիրավության մեջտեղը ջոկեմ։ Այսինքն կարողանամ լույսը խավարից տարբերել։ Կարողանամ վատը լավից տարբերել։ Ու Աստծուն շատ դուր եկավ էդի։ Գրված է, որ ասում է դու որ չուզեցիր քո համար փառք, պատիվ, շատ օրեր քո թշնամների կյանքը, այս քո ուզածը կտրվի քեզ, մնացածն էլ հետը կտրվի։ Ու Աստված օրհնեց Սողոմոնին, Սողոմոնը նստավ թագավոր ու շատ օրհնյալ թագավոր։ Շատ հարցերում, քանի որ ինքը իր հոր հիմքի վրա էր արդեն եկել, որտեղ իր հեր արդեն թագավորությունը հասրել մի հատ փառավոր վիճակի, թեկուզ տաճարը Սողոմոնը շինեց, բայց տաճարի լրիվ այդ նախագիծը, այդ նյութերը լրիվ Դավիթը փոխանցել էր Սողոմոնի համար, Սողոմոնի ձեռքով շինվեց, բայց Դավիթի մտադրությամբ շինվեց տաճարը։ Դավիթի որոշմամբ շինվեց տաճարը։ Ու եկավ Սողոմոնի այդ իմաստության շրջանը։ Սողոմոնը իմաստությամբ գործում էր, այնքան էր բարձրացել ժողովուրդը, ես տեղեր եմ գրում, բայց ժամանակի առումով չկարդամ։ Գրված ասում է Դանից մինչև Բերսաբե ամեն մարդ իր թզեն ու իր որդատունքի տակ հանգիստ ապրում էր։ Այսինքն մի հատ օրհնություն եկե ամբողջ ժողովրդի վրա, պատերազմ չկար, մեր լեզվով ասած բարգավաճ երկիր էր, տնտեսությունը այն պիկի վրա էր, որտեղ ոսկին էլ սովորական բան չէր, սովորական բան էր։ Արծաթը ընտրանպես ասում եմ, մոլախոտի պես էր դառը արծաթը։ Պատկերացնում եք այդ ժամանակվա, ասենք, կանանց զարդարանքը, ոսկին այդ ժամանակ ինչ ոսկիները վրները, ինչ ճոխություն։ Հիմա գիտեք, չէ, ժողովրդի ոսկի չկա, որտեղ սաղ բանկերում է։ Բանկերում լիքը ոսկի կա։ Ժողովրդի վրա չի ոսկին։ Կա, բայց քիչ է։ Այդ ժամանակ պատկերացնում սաղ ոսկիներով լցված, աղջիկները ոնց էին sense շպարված, ոսկիներով, երևի արդեն ոսկի կոշիկներ, ոսկի չգիտեմ ինչեր։ Բայց ի՞նչն էր պատճառը, Աստված ոչ էլ ուզում դες պրոստը ոսկի տար։ Աստծուն դուր էր գալ, որ երկիրը աստվածապաշտության մեջ է։ Որ երկիրը ուղիղ է իր հետ, որ իր հետ է քայլում, որ ինքը Տեր է այդ երկրի մեջ, որ ինքը Աստված է այդ երկրի մեջ։ Սմա երբ որ կանչում ուզում ես Տիրոջ արքայությունը, արդարությունը, մնացած բաները տրվում են քեզ։ Այն մնացած բաները շատ ժամանակ մեր մոտ հակառակն է, որտեվ մեր համար մեկ-մեկ ավելի
կարևոր է դառնում այդ մնացած բաները, դրա համար այդ մնացած բաներից շատ կյանքներից կարող զուրկել մնանք։ Կարևորը միշտ անկարևոր մնա։ Երբ որ անկարևորը դառնում է կարևոր, կարևորները մեր կյանքից հեռանում են։ Այդ ժամանակ մի հատ շրջան էր, Սողոմոնի իմաստության շրջանն էր։ Ինչ անում էր իմաստությունով։ Գրված է տուն շինեց 13 տարի, չնայած հասկանալու չէ ինչ տուն էր 13 տարի շինում։ Դա գիտեք, հիմիկվա բրիգադները չի որ 4-5 հոգի աշխատեին։ Հարյուրավոր մարդիկ էին աշխատում։ Չգիտեմ ինչ էր մտածել, ինչ նախագիծ էր, իմաստուն մարդ էր էլի։ Գիշեր-ցերեկ մտածում էր։ Տաճարը շինեց, որ այս ժամանակվա հաստատ տենց շինություն չկար երկրի, որովհետև գրված է Սողոմոնը բոլորից իմաստուն էր։ Բոլորից։ Ամենաիմաստուն մարդն է իր ժամանակաշրջանի։ Ոչ միայն Իսրայելի մեջ, բոլոր ազգերի մեջ։ Տաճարը շինեց այդ փառավոր։ Ու մեկ էլ եկավ Սաբայի թագուհին Սողոմոնին տեսնելու։ Հիշում եք, եկել էր հեռվից իր այն խրթին հարցերով, որ Սողոմոնին սենց բռնի իր իմաստությունով։ Բայց գրված է Սողոմոնը ամեն բան մեկնեց իր համար ու այդ աղջկա ուշքը գլխից գնաց։ Ասում է ես քո մասին քիչն էի լսել, բայց շատն ավելի։ Ու գիտեք այդ թագուհին, որ մի շրջապատված է ծառաներով, հարուստ թագուհի էր, որտեղ մեծ քանակով ոսկի էր բերել, շատ հարուստ։ Բայց երանի է տալիս Սողոմոնի տան ծառաներին։ Ինքը հասկանում է, որ հիմա ինքը Սողոմոնի մոտ է լսում է Սողոմոնի իմաստությունը, բայց շուտով վերադառնալու է երկիր։ Բայց ասում է երանի քո տան ծառաներին, որտեղ իրանք միշտ քո հետ են։ Միշտ հնարավորություն ունեն քո իմաստություն լսելու։ Տենում էր այդ ծառաների հագնվածը, այդ նիստուկացը, շորերը, այդ սպասքը, տաճարը, սանդուղքը տաճար գնացող, ասում է ուշքը գլխից գնաց։ Սողոմոնի ժամանակ գրված էր ոսկի բաժակներով էին խմում։ Խի որովհետև Աստված երկրի մեջ էր։ Ժողովուրդ, որտեղ կա հնազանդություն, որտեղ կա պաշտամունք, որտեղ Աստված իր տեղում, այդտեղ գալիս է Աստծո օրհնությունը։ Որովհետև Աստծո համար երբեք օրհնությունը առաջնային չի։ Աստված գիտես ում է ուզում օրհնի, ում համար օրհնողն ավելի կարևոր է, քան օրհնությունը։ Եթե քո համար օրհնությունը օրհնողից կարևոր է, այդ օրհնությունը երբեք քեզ չի հասնի։ Որտև Աստված ուզում է վերջ-վերջում մենք հասկանանք, որ կարևորը օրհնությունը չի, կարևորը օրհնողն է։ Դու ձգտես ոչ թե օրհնության մեջ լինես, ձգտես օրհնողի հետ լինես։ Ձգտես աղբյուրի հետ լինես, որտև այդ աղբյուրը միշտ ջուր ունի քո համար։ Միշտ ինքը ամեն բան ունի քո համար։ Ու եկավ մի ժամանակ, այդտեղը ուզում եմ կարդամ։ Սողոմոնը սկսեց այդ իմաստուն մարդու սկսեց այն հիմարության շրջանը։ Մի քիչ կոպիտ անջում, բայց իրոք հիմարության շրջան սկսեց իր կյանքում։ Գրված ասում է, լավ երկար եմ գրել, բան չանեմ։ Ասում է Սողոմոնը փարավոնի աղջկանից բացի շատ օտարազգի կանայք սիրեց։ Սկսեց Սողոմոնի այդ հիմարության շրջանը։ Ժողովուրդ, կարող կարդանք մենք, ասում ենք Սողոմոնը 1000 կին ուներ, չէ՞, շատերն ասեն հավատացեք, որովհետև ես ուշադիր նայել եմ, այս անգամ շատ ուշադիր եմ նայել, այդ 1000 կին ունենալն արդեն Սողոմոնի ընկած շրջանի մեջ էր։ Որովհետև դա աննորմալ երևույթ է, դա Աստծո կամքի հետ ընդհանրապես կապ չունի։ Ու այդ 1000 հոգին, այդ 700 տիկին կանայք, այդ 300 արջերը գրված է օտարազգի կանայք էին։ Մովաբացներ, ամոնացներ, քետացներ են, գարշելի ազգերը, որ Աստված ասում են հանկարծ դրանց չնմանվեք։ Ստե մարդը չի էական են դևերը, որ գործում են, են կուրքերը, որ կային այդ ազգերի մեջ։ Մեկ էլ Սողոմոն ասում է սիրեց օտարազգի կանայք։ Աստծուն սիրող մարդը սկսեց օտար բաներ սիրել։ Գիտեք, երբ որ մարդը դադարում է Աստծուն սիրելուց, ու սկսում է մեղք սիրել, աշխարհ սիրել, այդ մարդու կյանքում սկսվում է հիմարության շրջանը։ Ես ասեմ, կապ չունի ով է այդ մարդը։ Եթե մարդը թողում է Աստծուն, այդ մարդուն այցելում է հիմարությունը։
ու մարդ սկսում է շատ հիմարություններ գործել իր կյանքի մեջ, շատ մեղքեր գործել, որովհետև ինքը սկսել է ուրիշ բան սիրել։ Ինչը սիրում ես, դրա պտուղներն էլ քո կյանքում արտահայտվում են։ Սողոմոնը սկսեց այդ կանանցել 1000 հոգի։ Դա բերեք ասենք, որ դա նորմալ բան չի։ Որտեվ Աստված որ ի սկզբանե ստեղծել է մարդուն, մի տղամարդուն, մի կին, մի կնոջը մի տղամարդ։ Տենց է ստեղծել Աստված մարդուն։ Բայց ասում ես Սողոմոնը այսքան իմաստուն մարդ, լավ ամեն ինչ խելքի խնդրեմ չի ունեցել։ Ամեն ինչ մտածել է, ինչա գիրքը չգիտեր, սուրբ գիրքը գիտեր։ Որտեվ իր աղոթքի ժամանակ որ տաճարն օրհնում ասում է, ոնց որ Մովսեսի օրենքն ասեց, ոնց որ իմ հայր Դավիթն ասեց, ինքը իր անցյալին լավ էր տիրապետում։ Ինքը շատ իմաստուն, իր անցյալի պատմության լավ էր տիրապետում, բայց այսօր մի բան է անում, որ իր հերը չէր անում։ Ինքը դադարեց, իր մյուս աղբերների նման դադարեց իր հորը հետևել, իր հորը նման լինելը մերժեց, ու սկսեց օտարազգի կանայք։ Մեկ էլ լսում է սիրեց, ստեղ այդքան վտանգը դրա մեջ չի, բա հետո սկսեց այդ կանանց կուրքերին արդեն պաշտել։ Ասում ես ո՞նց կարա Սողոմոնը Աստծո տաճար շինողը, Աստծո պաշտամունքները հաստատողը, Աստծուն 2 անգամ հանդիպած մարդը, Աստծուն են կենտրոնում պահող մարդը, այսօր նստել է ոնց որ նստել էր տաճարի գծագիրներ անում, այսօր նստել է, չգիտեմ, Ամովս բանը, Մողոքի համար է գծագիր անում, Քամովսի համար է գծագիր անում, հեթանոս կուրքերի համար։ Ինչքան կարա մարդը հիմարանա, ինչքան կարա մարդը ցածրանա ու զարմանալի չի։ Որտեվ ասում է Աստծուն թողողները բոլորն են պակասել Աստծո փառքից։ Ասում է իմաստուն չկա, մեկն էլ չկա։ Չկա առանց Աստծո հնարավոր չի անգամ մի խելացի մարդ գտնել։ Խոսքը աշխարհի իմաստության մասին չի։ Առանց Աստծո մի իմաստուն մարդ գտնելը անհնարին է։ Սողոմոնին որ նայում ես, գրված է դիմացի սարի վրա Երուսաղեմի կուրքի տներ էր սարքել, մի հատ չէ, մի քանի հատ։ Ու այդ Սողոմոն թագավորը որ օրհնություն էր բոլոր ազգի համար, այսօր Սողոմոնը դարձել է սպառնալիք իր ազգի համար։ Որտեվ նայում ենք, երբ որ Սողոմոնը արդեն գահը փոխանցեց իր որդի Ռոբովամին, Ռոբովամի օրոք ասում է ժողովուրդը ճկնած էր, աղքատություն կար ազգի մեջ։ Այդ ոսկին, որ սովորական բան էր, աղքատացել էր այդ երկիրը, որտեվ այդ գումարներն այդ արդեն կռատների վրա, այդ մեր այդ 1000 հոգի դրանց վրա։ Պատկերացնում եք, չէ՞ կանայք իրանց ազգում դեսպաններին ուղարկել Սողոմոնի մոտ, ոնց որ Դալիլային էին ուղարկել։ Ինչքան լավ էին զգում, որ հեսա Սողոմոնին, ընդ ինչ տոնակատարություն է, որ Սողոմոն թագավորը այդ ժամանակվա լեգենդը, նստել Ամովսի տաճար է շինում։ Խի որտեվ թողեց տիրոջը։ Ժողովուրդ, մենք շատ լավ հասկանանք, որ մենք առանց Աստծո ամեն ինչ ենք կորցնելու։ Մենք առանց Աստծո ոչ թե մեր կյանքում որոշ լավ բաներ կմնան, լավ բան ընդհանրապես չի մնա։ Մենք առանց Աստծո ոչ թե մեր իմաստության մի մասը կպահպանվի, ոչ մի բան չի պահպանվի։ Առանց Աստծո գալիս է լրիվ զրոյական վիճակ։ Առանց Աստծո գալիս են դատարկ ու պարապ վիճակը, որից որ չար օգտվում է։ Ու գրված է, որ Աստված Սողոմոնի համար թշնամիներ բարձրացրեց։ Ադովդին, Հեպթային, որ փախած էր իրանից։ Այդ ժամանակ ինքանի Աստծո հետ իր թշնամիները կային, բայց իր թշնամիների ձեռքը իրանց չէր հասնում, որտեղ Աստծո պաշտպանությունը կար իր վրա։ Բայց երբ որ ինքը տիրոջ թողեց, Տերը հենց առաջինը մինչև այդ մարդկանց հակառակորդ դառնալը, առաջի հակառակորդ իր հետ Տերը դառավ հենց։ Գրված է Տերը հակառակորդներ հանեց Սողոմոնի համար։ Ոնց որ նոր կտակարն ասում, ով որ ինքը սիրում է այս աշխարհը, ինքը իրան Աստծուն թշնամի է դարձնում։ Ոնց ուզում ես համոզի մեկ այդ խոսքը կատարվում է։ Եթե մեկը մեղք է սիրում, աշխարհն է սիրում, այս իր անցյալ կյանքն է սիրում, եկել Աստծուն, բայց իր անցյալ իրան ավելի շատ է դուր գալի, եկել Աստծուն, բայց իր հին շրջապատն ավելի է դուր գալի իրան, եկել Աստծուն, բայց սիրտը հլնդեղ է, ասում է այդ մարդիկ հենց իրենք են իրանց թշնամի դարձնում Աստծո հետ։ Որտեվ Աստված քեզ այդքան խիստ վերաբերվում, որտեվ ինքը բերել քեզ մի հատ լավ տեղ, ու դու ես լավ տեղը չես կարող ընկալես, ուրա քեզ Աստված բերե։ Աստված քեզ հանեց Եգիպտոսից, այսօր ամեն մեկից Եգիպտոսը մեր խավար անցյալն է, հանել է, բայց մենք
Այսքանի մեջ փոխանակ ամեն օր փառք ու պատիվ մատուցենք, ամեն օր գոհություն, որ մենք այսօր խավարի մեջ չենք, որ այսօր մեղքի իշխանության տակ չենք, որ մեղքը այսօր մեր մարմինների մեջ չի թագավորում, ազատ ենք մեղքի կապանքներից, բայց նայի մեջ չկա ուրախություն, չկա գոհություն, Աստծուն ճանաչելով Աստծո պես չփառավորեցին, Աստծո պես շնորհակալ չեղան։ Մեկ-մեկն այս տպարությունն որ ասում ես, լավ, սկի տարբերություն չկա այն վաղ ու հիմա։ Տարբերությունը շատ մեծ է այն վաղ ու հիմա։ Ուղղակի հնազանդությունն է, որ մեր աչքերը բացում է։ Հնազանդությունն է, որ քեզ տեսողություն է տալի, իմաստություն է տալի համեմատելու քո անցյալն ու քո ներկան։ Եթե դու քո անցյալն ու քո ներկան չես կարող համեմատես ու չես կարող առավելություն տենաս մինչև Քրիստոս ու Քրիստոսի հետ, նշանակում է խավարած է միտքդ, որտեղ շատ մեծ տարբերություն կա։ Շատ մեծ տարբերություն։ Այնքան մեծ է տարբերությունը, որ ոնց որ տարբեր է դժոխքն ու դրախտը։ Ոնց որ տարբեր է լույսն ու խավարը։ Ոնց որ տարբեր է կյանքն ու մահը, այդքան տարբեր է մեր անցյալն ու մեր ներկան։ Երբ որ մարդը հնազանդության մեջ է, Աստծո կամքի մեջ է, իր կյանքում սկսվում է իմաստության շրջան։ Ու այդ իմաստության շրջանը կարող լինի մինչև իր կյանքի վերջը, ինչքան որ ինքը մնա Աստծո կամքի մեջ, հնազանդության մեջ։ Բայց երբ որ մարդը դադարեց Աստծուն հնազանդվելուց, դադարեց Աստծո խոսքը կատարելուց, մարդու կյանքում սկսվում է հիմարության շրջան։ Մենք ոչ մեկը Սողոմոնից առավել չենք հաստատ։ Ոչ մի առումով առավել չենք։ Թե իմաստության առումով, թե հնարավորությունների առումով, թե գիրքը լավ իմանալու առումով, ինքը իր ժամանակի լավագույնն էր։ Բայց խի դառավը տենց։ Խի տենց փառավոր թագավորը գրված ամեն ոչ թե սովորական մարդիկ, ասում եմ, թագավորները փափագում էին Սողոմոնի երեսը տեսնեն։ Լսեն իր բերանի խոսքերը, որտեղ իր համբավը դուս էր եկել բոլոր ազգերի մեջ։ Տենց փառավոր թագավորը խի տենց անարգ մահով մահանա։ Այդքան բարձր տեղից, այն որ տիրոջ տաճարն էր շինում, խիա հիմա կուրքի տուն շինում։ Գաղատացիների 2:18-ը sense բանա գրված, ասում է, ես որ այն բաները քանդեցի, նորից շինեմ, ես իմ անձ Աստծո առջև հանցավոր եմ դարձնում։ Մենք քանդել ենք, մենք Քրիստոսին գալով քանդել ենք մեր անցյալը, մեր անցյալի կուրքերը, մեր անցյալի մեղքերը։ Բայց գիտես, երբ որ դու քանդել ես, դա չի ապահովում, որ քո ընթացքը լրիվ ապահով կլինի։ Դու միշտ քանդված բաներ պիտի քանդված թողես։ Երիքովը մեկի ձեռով քանդվեց, բայց եկավ մի ժամանակ մի ուրիշի ձեռքով կառուցվեց։ Քանդված բաները պիտի միշտ քանդված մնա քո կյանքում։ Ինչ որ կտրել ես քո կյանքից, քո անցյալից, պիտի թողես մինչև վերջ կտրված լինի, որովհետև դու կարաս նորից դա միացնես քո կյանքին։ Պիտի թողես ինքը մինչև վերջ գնա, որ Սողոմոնի նման չլինի, որ հակառակ բանը տեղի ունենա։ Նայում ես Սավողի կյանքում, Սավողը այդ լավ վիճակի թագավորը գրված է Սավողի իր օրերում բոլոր վհուկներին երկրից հանել էր։ Կախարդներին հանել էր, որտեղ Աստված իր հետ էր։ Կախարդի կարիք ինչ զգար։ Այսօր հավատացյալը պատկերացնում է կոֆեի բաժակ նայողի կարիքը զգա։ Հավատացյալը թուղթ ու գիրանողի կարիքը զգա։ Հավատացյալը եթե ինչ որ մեկի մոտ մի բախտ նայողի մոտ էթա։ Ոնց որ Աստծո մարդն էթա սատանայի մոտ։ Ժողովուրդ շատ հեռու տես բաներից։ Ում էլ գիտեք տես բաներով ազբաղում, ասա որ սատանայի գործն ես անում։ Պատկերացնում ես հավատացյալ իր տնից աշկի լունգ է կախում, որ իր տան մեջ հաջողություն լինի։ Նալու փուշ է կախում իր տնից, չգիտեմ ինչ տարբեր բաներ են, որ իր վրա հաջողություն գա։ Սավողը բայց եկավ հասավ միտեղ, ինքը որ մի ժամանակ ջախջախում էր այդ կռապաշտությունը, ինքը կերպարանափոխվել է, գնացել է վհուկի մոտ, որ ինքը բան լսի վհուկից, խի որտեվ Տերն էլ իր հետ չէր։ Որտեվ չէր խոսում Տերը, ոչ մարգարեների միջոցով էր խոսում, ոչ երազով, ոչ տեսիքով։ Տերը գնաց է իրանից։ Ինչի համար? Անհնազանդության համար, որտեվ չհնազանդավ Տիրոջ խոսքին, չհնազանդավ Տիրոջ կամքին։ Տերը հեռացել էր։ Տերը մտերմություն չի անում կամակորների հետ։ Տերը անհնազանդների, ապստամբների հետ գործ չունի։ Ասում է կգա ժամանակը, ես այծերին գառներից մեկ առանձնացնելու եմ։ Ու այծերին ասել եմ անիցիալներ։ Այդ անիցիալներն իրաց մասին տես կարծիք չունեին, բայց Տերն ասեց անիցիալներ, որովհետև դուք չլսեցիք ինձ, որովհետև չարեցիք իմ արածները։
Անհնազանդությունը միշտ բերում է, անհնազանդությունը, հիմարությունը, կռապաշտություն, դրանք իրակ ոնց որ 3 աղբեր իր հետ միշտ քայլում են մարդու կյանքում։ Բայց երբ որ գալիս է հնազանդություն, պաշտամունք եւ իմաստություն, դրանք քո կյանքում բերում են ծաղկում է քո կյանքը։ Մի խոսք էլ հիշացնեմ ու աղոթք անենք։ Ասում են մարդը, որ իմ խոսքերը լսում ու կատարում է, Տերն ասում, ես իրան կնմանեցնեմ իմաստուն մարդու։ Ու ինչու՞ է կայանում իմաստությունը։ Ես իրան կտամ իմաստություն, որ ինքը իր տունը ժայռի վրա շինի։ Եթե Տիրոջը լսես, Տերը քեզ կտա իմաստություն, դու քո կյանքը ճիշտ կկառավարես։ Եթե Տիրոջը չլսես, ասում է, ով որ լսում է ինձ, բայց չի ենթարկվում, այդ մարդը կնմանվի հիմար մարդու, անխելք մարդու։ Չի ասում ես անխելք կդարձնեմ, ինքը ավտոմատ դառնում անխելք։ Որտեւ իմաստությունը մարդու կյանքում գալիս է ենթարկվելուց հետո, որ ենթարկվում ես Աստծուն, որ հնազանդվում ես Աստծուն, երբ որ Աստծո խոսքը չես արհամարում, երբ որ քո կյանքը շտկում ես Աստծո խոսքի համաձայն, այդ ժամանակ Աստծո օրհնությունը գալիս է քո կյանքի մեջ։ Ու գիտեք, երբ որ ասում ենք Աստծո օրհնություն, դրա մեջ այնքան շատ բաներ կան, այսօր մարդիկ կան տառապում են միայնությունից, մարդիկ կան տառապում են անքնությունից, դեպրեսիաներից, անգամ կարող է շրջապատված լինեն շատ մարդկանցով, բայց իրանք հոգու մեջ մենակ դատարկ ու անիմաստ են զգում իրանց։ Խի, որտեվ Աստծո ներկայություն չկա։ Բայց Աստծո ներկայությունը մի բան է, երբ որ քեզ տանեն մենակ գցեն մի հատ անմարդաբնակ կղզի, երբ որ Աստծո ներկայություն կա քո հետ, դու քեզ լիարժեք ես զգում։ Աստծո ներկայությունը ավելին է անում քո կյանքում, քան թե որ դու 1000 մարդով շրջապատված լինես։ Աստված իր ներկայությունը բերում է հնազանդվողների կյանքում։ Բերեք Դավիթի օրինակին հետևենք, ժողովուրդ ջան։ Լինենք մի մարդ, որ օրհնողին օրհնությունից առավել կարիք զգում։ Գնանք օրհնողի հետևից, օրհնության հետևից չգնանք։ Օրինակ 28 գլուխն ասում է, եթե իմ խոսքերը լսես ու կատարես, այս գրված օրհնությունները կգան ու քեզ կհասնեն։ Բայց Աստված չի ուզում, որ մեր համար օրհնությունը դառնա նպատակ։ Օրհնությունը պետք է դառնա արդյունք, ոչ թե նպատակ։ Նպատակը պետք է ինքը մնա։ Մենք 10 օր եթե տալիս ենք ընդհանրեն օրհնվելու համար, ոչ թե հնազանդվում եմ իրան, դրա համար տալիս եմ։ Քեզ ավելի շատ պետք է ուրախացնի, որ դու հնազանդվում ես իրան։ Ոչ թե ավելի շատ ուրախացնի 10 օրը ինչեր կանի քո կյանքի մեջ։ Քեզ ավելի շատ ուրախացնի, որ դու ընծա ես տալի, որտեվ հնազանդվում ես իրան, որտեվ սիրում ես իր խոսքը։ Օրհնությունը չի փախնի քեզանից։ Օրհնություն բերողն ինքը։ Բայց երբ որ օրհնությունը դառնում է նպատակ, գիտես մարդը հայտնվում է կռապաշտության մեջ։ Սավուղը երբ որ Սամվել Մարքան երբ որ Սավուղին հանդիպեց, գիտեք ինչ ասեց։ Ասեց անհնազանդությունը կռապաշտության մեղքի պես է։ Անհնազանդություն ու կռապաշտություն իրար հետ ձեռքի բռնած եթում են։ Ասեց ապստամբություն ու կախարդություն իրար հետ են։ Բայց երբ որ գալիս ես հնազանդության մեջ, Տերն այցելում է քեզ իր օրհնություններով, իր իմաստությունով։ Ժողովուրդ ջան, բերեք մեր սրտերի մեջ դնենք ու ասենք Տեր, դու ես իմ օրհնությունը։ Դու իմ համար ավելի կարևոր ես, քան թե քո տված բաները։ Իմ համար իմ երեխեն ոնց է որ փոքր ալում չի հասկանում ծնողի կարևորությունը։ Իրան հետաքրքրում է ծնողը ինչ կոնֆետ էսօր կբերի իրան, ինչ մարոժնի կտա։ Իրան ավելի շատ իր հայացք իր ծնողի ձեռքերի վրա, ոչ թե դեմքի վրա։ Բայց որ մի քիչ հասունանում ես, ասում ես ինքն է կարևորը, ոչ թե իր տվածը։ Այդ հոգեոր հասունությունն է, որ հասկանում ես, Տեր, իմ գանձը դու ես, իմ հարստությունը դու ես, իմ փառք ու պատիվը դու ես։ Ես որ քեզ քթել եմ, ել որ բան էլ չունենամ, արդեն դու իմ հետ ես։ Որտեվ ասում Աստվածապաշտություն ունի ներկա եւ գալիք խոստումները։ Աստվածապաշտությունը, երբ որ դու Աստծո հետ ես, ինքը միշտ քո հետ է։ Ես վերջում մի բան լսեցի, դուրը շատ եկավ, ասում է մենք համայնքները ձգտում ենք դարձնենք պաշտամունքագիտակից, բայց Աստված ուզում է համայնքները դարձնի աստվածագիտակից։ Երբ որ աստվածագիտակցություն կա, պաշտամունք իր տեղում հաստատ կմնա։ Բայց անգամ պաշտամունքն առանց Աստծո պաշտամունք չի կարող լինի։ Ամեն։ Բերեք աղոթենք։ Փառավոր մեր Աստված, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Մեր Տեր, մեր Աստված,
Խոնարհվում ենք քո առջև, Տեր։ Ներիր մեզ մեր բոլոր սխալները, Տեր։ Խնդրում եմ այդ իմաստության, հնազանդության հոգու մեջ պահի մեզ, Տեր։ Թող մենք մեզ խելացի չհամարենք, Տեր, առանց քեզ։ Եթե մենք մտածում ենք առանց քեզ կարող ենք մեր կյանքը ճիշտ դասավորել, Տեր, ների մեզ այդ մեղքը։ Խնդրում եմ հասկացրու, որ առանց քեզ ոչինչ հնարավոր չի անել, Տեր։ Դու ես արմատը, Տեր, իմ Աստվածը, մենք քո ճյուղերն ենք, Տեր։ Փառավոր մեր Աստված։ Թող հնազանդության հոգի գա եկեղեցու վրա, Տեր։ Թող հնազանդության հոգի գա, Տեր, որ մենք ամեն մեկս հաճույքով հնազանդվենք քո կամքին, Տեր։ Եվ մեր ներսը երբեք չվիճի քո հետ, Տեր։ Թող այս աշխարհի իմաստությունը վերցվի մեզանից, Տեր, եւ թող այն վերին իմաստությունը գա մեր կյանքերում, որը տանում է սրբության ու խաղաղության, Տեր, որը տանում է հնազանդության, փառավոր մեր Աստված։ Թող հնազանդության հոգի գա եկեղեցու վրա, Տեր, եւ աշխարհի իմաստությունը թող վերցվի քո ժողովրդի վրայից, Տեր։ Աշխարհի սերը թող չլինի մեր սրտերի մեջ, Տեր։ Փառավոր մեր Աստված։ Թող Դավթի խորանը կանգնեցվի այս եկեղեցու մեջ, Տեր։ Թող Դավթի օրերի պաշտամունքը վերականգնվի, Տեր, որտեղ դու ուրախանում ես այդ փառաբանությունով, Տեր, որտեղ դու ուրախանում ես, որ ժողովուրդը քո հետ է, իմ Աստված։ Եվ թող այդ Դավթի օրերի հաղթությունները գա մեր կյանքերում, Տեր։ Դավթի օրերի ուրախությունները գա, իմ Աստված, որ դու բոլոր դարերի մեջ կաս, Տեր։ Դու հավատարիմ ես ազգից մինչև ազգ, Տեր։ Դու ամեն ժամանակների մեջ Աստված ես, փառք ես։ Դու ամեն ժամանակների մեջ օրհնող Աստված ես։ Շնորհակալ ենք քեզանից։ Թող քեզ լինի փառքը, պատիվը, մեծարանքը։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։